Ողջույն բոլորին, նախորդ վիդեոյում ինչի չի ստացվում ամուսնանալ, խոսեցինք մի շարք բաների մասին եւ մեկնաբանություններում շատերը հարցնում են իսկ տղաների մոտ ինչի չի ստացվում ամուսնանալ եւ բացի դրանից նաեւ շատերը գրում են նրա մասին, որ աղջիկները նաեւ մեծամիտ են, շահամոլ են, իրենց մասին շատ մեծ կարծիք ունեն եւ այլն եւ այլն։ Այսօր եկեք խոսենք նրա մասին, թե տղաների մոտ ինչու չի ստացվում ամուսնանալ։ Հաճախակի երբ հարցնում եմ այս հարցը տղաներին, մեծ մասը, զգալի մասը պատասխանում է, որ նորմալ աղջիկ չի մնացել, լավ աղջիկ չի մնացել։ Եվ իմ հաջորդ հարցը սովորաբար լինում է, իսկ ո՞րն է այդ լավ աղջիկը, ո՞րն է այդ նորմալ աղջիկը։ Եվ շատերը պատասխանում են, որ ամեն մեկը իր պատասխանն է տալիս, սկսենք նրանից, բայց ընդհանուր առմամբ գալիս է այն եզրահանգման, որ օրինակ աղջիկը պետք է ընկեր ունեցած չլինի, ոչ մեկի ձեռքը բռնած չլինի, համբյուրված չլինի, լինի կույս, կուսության մասին կխոսենք հաջորդ վիդեոյում, լինի հնազանդ, չնայած տղաների մի մասը ասում է, որ հնազանդը եւ համեստը ձանձրալի է, լինի ենթարկվող, չնայած մի մասը ասում է, որ ենթարկվողը նույնպես ձանձրալի է, լինի աշխատող։ Ես ձեզ ասեմ, որ շատ տղաներ մտածում են, որ աղջիկներն են նյութապաշտ, պետք է ասեմ, որ շատ տղաները նույնպես նյութապաշտ են, այսինքն եթե աղջիկը օրինակ մտածում է տղան լինի ապահովված ընտանիքից, ապա շատ տղաներ նաև մտածում են, որ աղջիկը լինի ապահովված ընտանիքից եւ ասեմ ավելին, շատ տղաները ամուսնանում են աղջկա հետ հույս ունենալով, որ աները կօգնի իրենց եւ այդ տղան ոտքի կկանգնի։ Այնպես որ այդ շահամոլությունը ոչ միայն աղջիկների կողմից է, այլ նաև տղաների կողմից է, այսինքն մեզ մոտ ընդհանուր առմամբ եւ ոչ միայն մեզ մոտ, ես պետք է ասեմ, որ Կովկասի նաև այլ ազգերի մոտ եւ ոչ միայն Կովկասի, այստեղ նաև հարավային Եվրոպան է, Ասիան է եւ այլն, շատ մեծ ուշադրություն է դարձվում, թե ընտանիքը ինչ ունի։ Այսինքն աղջիկը, որ դուրս է գալիս այդ ընտանիքից եւ տղան, որ դուրս է գալիս այդ ընտանիքից, ինչ կրթություն է ստացել այդ ընտանիքում, ինչ ունեցվածք ունեն եւ ինչ կարող է տալ այդ տղան կամ աղջիկը իրենց երեխային։ Ամեն դեպքում այս տղաները, որոնք նորմալ աղջիկ չեն գտնում Հայաստանում, իրենց պատկերացրած նորմալ աղջիկը չեն գտնում Հայաստանում, մինչդեռ ասեմ, որ հայ աղջիկը ինքը երազանքի նման մի բան է, այլ ազգերի տղամարդկանց համար, որովհետև մեր հայ աղջիկները իրանք լավ մայր են, լավ կին են, լավ տնտեսուհի են եւ կարողանում են ճիշտ ընտանիք ստեղծել, լավ ընտանիք ստեղծել եւ ընտանիքը ապահովել այն ամենով, ինչ պետք է ընտանիքին եւ ինչ պետք է առողջ երեխաներ մեծացնելու համար։ Մինչդեռ այն տղաները, որոնք նորմալ աղջիկ չեն գտնում, սովորաբար ամուսնանում են սլավոնական ազգերի ներկայացուցիչների հետ եւ կարծես իրանց պատկերացրած այդ լավ աղջիկը այնտեղ է։ Պետք է ասեմ հատկապես այն մեկնաբանությունն հետ կապված, որ հայ աղջիկները շատ են պահանջում, բոլոր խնդիրները դնում են տղայի վրա եւ այլն, պետք է ասեմ, որ սլավոնական աղջիկները մի փոքր տարբեր են, իրանք կարող են օրինակ տղային պահել։ Հա, ասենք իրանք ամբողջ ծանր աշխատանք անեն, իրանք գնան գիշեր ցերեկ աշխատեն, իսկ տղան եթե օրինակ քիչ է վաստակում կամ ընդհանրապես չի վաստակում, իրենք միևնույն է այդ տղայի հետ ամուսնանան, ընտանիք կազմեն եւ իրենք դառնան այդ ընտանիքի տղամարդը։ Ստացվում է այնպես, որ տղամարդկանց մեծ մասը, որ Հայաստանում լավ հայ աղջիկ չի գտնում, այդ լավ հայ աղջիկը օրինակ կարող է գտնել սլավոնական ազգերի մոտ եւ արդյունքում այդ լավ աղջիկը դառնում է այն աղջիկը, որը ընտանիքը պահում է եւ ընտանիքի ֆինանսական բեռը վերցնում է իր վրա։ Ինչ վերաբերվում է նրան, որ աղջիկը պետք է ուրիշի ձեռքը բռնած չլինի, համբյուրված չլինի եւ այլն։ Սա մի փոքր անցած դարից է, երբ որ ամուսնանում են 18 տարեկանում դպրոցը ավարտելուց հետո, սա մի քիչ ավելի այդ թվերի բան է, որովհետև այսօր շատերը ամուսնանում են 30-ից հետո, 35-ից հետո թե աղջիկը թե տղան, այսինքն ավարտում են վուհը, հետո աշխատում են, հետո որոշում են կայանան աշխատանքի վայրում, կարիերա ստեղծեն եւ այլն, հետո նոր ամուսնանում։ Եթե աղջիկը 30-ը անց է եւ երբեք չի ունեցել ընկեր եւ ոչ մեկին չի ամփյուրել, ոչ մեկի ձեռքը չի բռնել, ապա հավանաբար իր մոտ ինչ որ խնդիր կա։ Նույնը նաեւ տղայի մոտ է, եթե իր մոտ այդ անձնական կյանքի դաշտում ոչինչ տեղի չի ունեցել, հավանաբար իր մոտ ինչ որ մի խնդիր կա։ Թե ինչ խնդիր կա, ես չեմ կարող ասել, որտեղ յուրաքանչյուր մարդու մոտ այդ խնդիրները կարող են շատ տարբեր լինել։
Հետևաբար 21-րդ դարում պետք է հասկանալի լինի, որ եթե ամուսնանում եք 30-ից հետո կամ 35-ից հետո, ապա այդ աղջիկը գոնե մեկ ընկեր կամ երկու ընկեր պետք է ունեցած լինի, հակառակ դեպքում, եթե ընկեր ունեցած չլինի, բայց ինքը 30 տարեկան լինի, դուք իր հետ ընկերություն անեք, ինքը իրեն պահելու է այնպես, ինչպես 16-18 տարեկան դեռահասը։ Սա նորմալ է, որովհետև յուրաքանչյուր տարիք ունի իր պահանջը։ Եթե 16 տարեկան, 18 տարեկան դեռահասը ընկեր կամ ընկերուհի չի ունեցել, եւ այդ ապրումները չի ունեցել, եւ այդ հասունացումը չի ունեցել, ապա դա գալու է արդեն 30-ից հետո, երբ որ իր կյանքում հայտնվի իր առաջին ընկերը, եւ այդ 18 տարեկանում չհասունացած աղջիկը 33 տարեկանում սկսելու է իրեն պահել այնպես, ինչպես 18 կամ 16 տարեկանը, ներառյալ կապրիզները, պահանջները, ուշադրություն պահանջելը եւ այլն։ Հետևաբար այսօր արդեն պետք է որ նորմալ լինի ձեզ համար, որ աղջիկը ունենա ընկեր, համբյուրված լինի, ինչ որ մեկի ձեռքը բռնած լինի եւ այլն։ Առավել եւս եթե մենք խոսում ենք 20-25 տարեկան եւ բարձր աղջիկների մասին։ Հետևաբար եթե դուք մի քիչ մեծ եք, 35 ներողություն 25+ եք եւ ընկերուհի եք փնտրում ուզում եք ամուսնանալ, ապա դուք պետք է ձեզ մոտ ֆիքսեք, որ աղջիկը պետք է ընկեր ունեցած լինի, ցանկալի է, դա պարտադիր բան չէ, ցանկալի է, որ ընկեր ունեցած լինի, որպեսզի այդ տարիքի հասունացումը իր մոտ տեղի ունեցած լինի։ Ինչ վերաբերվում է սեռական հարաբերություններին, նորից, եթե աղջիկները ամուսնանում են 30-ից հետո, 35-ից հետո, ապա ցանկալի է, որպեսզի նաև սեռական հարաբերություններ լինեն իրենց կյանքում, որովհետև հակառակ դեպքում այդ աղջիկը չի կարողանա ուղղակի երեխա ունենալ։ Դա արդեն ավելի կենսաբանական հարց է, գինեկոլոգիական հարց է, եւ դրա մասին ավելի մանրամասն կխոսեն գինեկոլոգները, թե ինչ է տեղի ունենում, երբ որ աղջիկը լինում է 35 տարեկան, 40 տարեկան եւ կույս է լինում։ Հիմա այդ լույններից մեկը, որը 40, ինչքան էր 2, 3, 4 տարեկան էր եւ ինքը ուզում էր ամուսնանալ, ինքը ուզում էր երեխա ունենալ եւ ինքը սեռական հարաբերություններ երբևէ չէր ունեցել եւ նույնիսկ գինեկոլոգի մոտ հետազոտություններ չէր գնում, բայց ինքը վստահ էր, որ ինքը կարողանալու է երեխա ունենալ 40-ից հետո։ Դա ուղղակի խոսում է այն մասին, որ այդ աղջիկը ուղղակի տեղյակ չի մեր անատոմիական առանձնահատկություններից։ Ես կուզեմ, որ մեր գինեկոլոգները ավելի շատ խոսեն այս ամենի մասին, որպեսզի այս կուսության թեման աստիճանաբար վերանա մեր ազգից, առավել եւս, որ 21-րդ դարում այն ավելի կեղծ բնույթ է կրում, քան իրական, եւ հիմնականում այն չի էլ համապատասխանում իրականությանը, հա, եւ սիրելի տղաներ, որպեսզի դուք խաբված չլինեք, ցանկալի է ընդունեք ձեր ընտրյալին այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Ինքը կույս է, թե կույս չի, հնազանդ է, թե հնազանդ չի, մի ընկեր է ունեցել, թե 3 ընկեր է ունեցել, դա կարևոր չի։ Դա էական չի, դա նույնիսկ չի որոշում այն, թե ինչպիսի կին ինքը կլինի ձեզ համար, ինչպիսի մայր ինքը կլինի ձեր երեխաների համար։ Ամենակարևորը նա է, որ նա լինի պարզ, անկեղծ եւ որ սիրի ձեզ։ Սա ամենակարևորն է։ Դուք էլ սիրեք ձեր ընտրյալին այնպիսին, ինչպիսին ինքը կա, առանց որոշ բաների հետևից ընկնելով, առավել եւս եթե դրանք ընտանեկան կյանքում ընդհանրապես կարևոր չեն։ Հաջորդ բանը, որ մեկնաբանություն եմ գրել եք, դա որ աղջիկները մեծամիտ են։ Մեծամիտ են, պահանջկոտ են եւ այլն։ Հայ աղջիկները մեծամիտ եւ պահանջկոտ չեն, պարզապես երբ որ աղջիկը որոշակի շեմի է հասնում իր կարիերայում եւ իր ձեռքբերումներում, ինքը նաեւ համապատասխան ինչ-որ բան պահանջում է տղայից։ Դա չի նշանակում, որ ինքը մեծամիտ է, դա նշանակում է, որ դուք ձեր կյանքում չեք հասել այն շեմին, որին հասել է այդ աղջիկը։ Հետևաբար ընտրեք այնպիսի աղջկա, որը նույն այն շեմում է գտնվում, որտեղ դուք եք։ Երբ ասում եք աղջիկը պահանջկոտ է, աղջիկը պահանջկոտ չէ, այլ երբ որ որոշում եք ընտանիք կազմեք, այդ աղջիկը ուղղակի ուզում է ինքը իր համար հասկանա, դուք կարող եք ընտանիքի ամբողջ բեռը վերցնել ձեզ վրա, կամ գոնե բեռի կեսը վերցնել ձեզ վրա, թե ինքն է ստիպված լինելու այդ ամբողջ բեռը վերցնի ձեզ վրա, իսկ դուք էլ ոչնչով չզբաղվեք եւ սպասեք, որ ինքը ամեն ինչ անի, եւ երեխա մեծացնի, եւ աշխատի, եւ տունը մաքուր պահի։
եւ միշտ երջանիկ լինի եւ մնացած բոլոր ձեր սպասելիքները բավարարի։ Եվ նյութապաշտության մասին աղջիկները հիմնական նյութապաշտ չեն, այլ աղջիկը ուզում է ուղղակի իմանալ, որ ինքը կարող է հանգիստ լինել այդ տղամարդու հետ, այսինքն ապահովված լինել։ Սա նյութապաշտություն չէ, սա ուղղակի իր սպասելիքներն են իր հետագա կյանքի վերաբերյալ ձեզ հետ։ Եթե դուք չեք կարող իրեն ապահովել ամենամինիմումով, ապա հավանաբար ավելի ճիշտ կլինի ընտրեք աղջկա, որը այդ սպասելիքները չունի։ Եվ վերջում, եթե լավ աղջիկ չկա ձեզ համար, միգուցե դուք ինքներդ ձեզ հարցնեք, իսկ դուք լավ տղա եք, եւ առհասարակ որն է լավ տղան։ Լավ տղան 21-րդ դարում այսօր այն տղան չէ, որը անսահման ալկոհոլ է օգտագործում, հետո սկսում կռիվներ անել, որպեսզի ապացուցի, որ ինքը լավ տղա է։ Լավ տղան այն չէ, ով թմրանյութեր է օգտագործում եւ անկառավարելի վարքի դրսևորում, որ ապացուցի, որ ինքը լավ տղա է։ Լավ տղան նա չէ, որ խոստումներ է տալիս եւ իր որևէ խոսքի տեր չի կանգնում, բայց խոստումներ տալուց իրեն լավ տղա է զգում։ Լավ տղան նա չէ, որ իր չռեալիզացվածության մեջ հայրեն ոնց կլինի, ով իր չկայացվածության մեջ մեղադրում է իր ծնողներին, ծնողները սա չարեցին, նա չարեցին, դրա համար ինձ մոտ չստացվեց, կամ հետագայում մեղավոր է հանում կնոջը, դու սա չարեցիր, նա չարեցիր, իմ մեջքին չկանգնեցիր, ինձ չսատարեցիր, դրա համար չստացվեց, ոչ էլ դա է լավ տղան։ Լավ տղան նա է, ով իր խոսքի տերն է, ով աշխատասեր է, աշխատում է, ով նպատակներ է դնում եւ հասնում է իր նպատակներին, ով անում է ցանկացած բան ոչ միայն իր համար, իր ընտանիքի համար, այլ նաեւ իր երկրի համար, եւ վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր լավ տղաները գտել են հայ լավ աղջիկների եւ կազմել են առողջ եւ երջանիկ եւ հարմոնիկ ընտանիքներ։ Իսկ եթե դուք լավ աղջիկ չեք գտնում, հավանաբար պետք է վերանայեք ձեր մոտեցումները եւ դուք ինքնդ ուղղակի ձեզ հարցրեք, իսկ ես այդ լավ տղան եմ, որ ես ուզում եմ այդ լավ աղջկան, կամ եթե ես լավ տղա եմ, ինչով եմ ես լավը, որ նաեւ աղջկանից եմ այդքանը պահանջում։ Հետևաբար, մինչև աղջկանից մի շարք բաներ պահանջելը, դուք նայեք ինքներդ ձեզ եւ փորձեք ձեզնից այդ ամենը պահանջել։ Հա, եթե դուք օրինակ սպասում եք, որ աղջիկը պետք է զուսպ լինի, համեստ լինի, ընկեր ունեցած չլինի, ապա նախ եւ առաջ դուք պետք է ձեր վարքի մեջ լինեք զուսպ։ Հա, ոչ թե օրինակ ընտրեք լավ աղջիկ եւ հետո զուգահեռ շփվեք նաեւ 3-4 հոգու հետ ու ասեք, որ դե իրանց հետ ուղղակի շփվում եմ, բայց իրա հետ ամուսնանալու եմ։ Ոչ, եթե ընտրել եք աղջիկ, որի հետ պետք է ամուսնեք, պետք է հենց իրա հետ շփվեք։ Այսպիսով լավ աղջիկներ շատ կան, սիրելի տղաներ, պարզապես վերանայեք ձեր մոտեցումները եւ եթե որևէ աղջիկ ձեզ թվում է պահանջկոտ կամ շահամոլ կամ որևէ այլ բան, ապա հավանաբար դուք պետք է ընտրեք մեկ այլ աղջկա։ Այսքանը լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք։